Միացնայչ տաճարի զանգերը ղողանջեցին աստարարելով կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը։ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ եւ անմահ պատարագ։ Պատարագիչն էր Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը։ Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, մայրաթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող հոգևորականներ, Հայաստանի եւ Սփյուռքի տարբեր համայնքներից ժամանած ուխտավորներ, զբոսաշրջիկներ։ Խոր վիրապում բանտարկությունից դուրս գալուց հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է ունենում։ Հրաշափառ լույսով ողողված միածինն իջնում է երկնքից եւ ոսկե ուռով հարվածում Սանդարամետի գետնափոր Մեհյանին, ցույց տալով Սուրբ տաճարի կառուցման վայրը։ Լուսավորիչն իր տեսիլքը Տրթատ թագավորին է պատմում եւ արքայի հովանավորությամբ կառուցվում է Սուրբ Էջմիածնի Աստվածածնին նվիրված կաթողիկե մայր տաճարը, Քրիստոսի իջման տեղում էլ իջման Սուրբ Սեղանը։ Դարերի ընթացքում մայր տաճարը քարեղեն շինությունից վերածվել է առաքելության, աննկուն ոգու եւ զորեղ կամքի, առաջնորդելով մեր ազգին, նշեց պատարագիչ եպիսկոպոսը։ Սիրելի հավատացյալներ, այսօր առանձնահատուկ է բաբախում ամեն հայ սիրտ ու ցնծում նրա հոգին, որովհետև կաթողիկե Սուրբ Էջմիածնի միացնայեց մայր տաճարի տոնն է։ Այս տաճարը մեր պատմության նուր վկան է, նոյան տապանը, ազգային քրիստոնեական իրությունը, ազգապահպանության բերողակը։ Միացնայչ տաճարի կառուցման պատմության, հոգևոր ու ազգային առաքելության մասին հավատացյալներին պատմում են եկեղեցու սպասավորները հայրենիքում ու Սփյուռքում։ 20 տարի է ծառայում եմ հայրենիքից դուրս եւ ուխտ ունեի Արարատյան շաբաթը անցկացնել իմ հայրենիքում իմ ձեռնադրության 20-ամյակի լրանալուց հետո եւ իմ ուխտագնացության մասին, անձնական ուխտագնացության մասին տեղյակ պահեցի իմ ծուխին եւ իմ ծուխից շատերը ցանկություն հայտնեցին Արարատյան շաբաթվա ընթացքում լինել մեր հայրենիքում եւ մասնակցել այդ սուրբ պատարագներին, հպվել սուրբ մասունքներին, որոնք դուրս են բերվում տոների առիթով։ Հատկապես մենք շեշտը դրեցինք Սուրբ Էջմիածնի տոնին այսօրվա վրա, որովհետև դրսում մեզ համար միակ հիմքը եւ փարոսը դեպի հայրենիք մեր գցած հայացքի ժամանակ մայրաթոր Սուրբ Էջմիածինն է։ Մենք Էջմիածնի միջոցով ունենք փրկություն։ Մեր փրկության տապանը, մեր փրկության նավը, որ մեզ պիտի տանի փրկության նավահանգիստ Էջմիածինն է։ Եվ Էջմիածինը դարեր շարունակ կանգուն է մնացել, թեև հայրապետական աթոռը դարերի ընթացքում դեգերել է շուրջ 1000 տարի, բայց Էջմիածինը միշտ կանգուն է մնացել, ի վերջո հայրապետական աթոռը 1441 թվականին նորից վերադարձավ Էջմիածին եւ հուսանք, որ Աստծո շնորհով պիտի մնա մինչեւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը։ Մեր եկեղեցին անսասան է, հաստատուն է։ Հնարավորություն ունեցանք այս չքնաղ օրերի մի փոքրիկ հատվածը աղոթակից լինելու եւ մանավանդ այսօր նամանավանդ մեր Սուրբ Մայր տաճարի Սուրբ Էջմիածնի վերահոսումից հետո առաջին անգամն է, որ ուխտավորաբար այստեղ են գտնում եւ կարողացանք ներկա գտնվել Սուրբ եւ անմահ պատարագին։ Մեծ օրհնություններ ստացանք եւ հուսամ, որ այդ օրհնությունները վայելում է ամեն մի հայը աշխարհի որ ծայրում որ լինում է եւ ուխտավորաբար գալիս է մայրաթոր Սուրբ Էջմիածին, այդ օրհնությունը իր հետ է եւ այդ օրհնության վերադառնում է իր բնակության վայրը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մարդիկ վերապրեցին սրբազան արարողության խորհուրդը։ Ուխտավորների աղոթքները, զբոսաշրջիկների, նրանց ուղեկցող զբոսավարների խոսքը, մտորումները Միացնայչ տաճարի հայոց եկեղեցու անսասանության մասին էին։ Զբոսավար եմ 2001 թվականից։ Մեր հյուրերը
հիմնականում եվրոպացի են։ Պատմում եմ ավելի հասանելի ձևի, իհարկե, եւ մարդիկ շատ հետաքրքիր լսում են, հետաքրքիր հարցեր են տալի եւ ամեն անգամ Էջմիածնից հետո նրանք ասում են մենք հանգստություն ենք զգում, այստեղից դուրս գալուց շատ ավելի հանգիստ են դուրս գալի։ I'm Chris, I'm from Canada. Ես Քրիսն եմ Կանադայից, եկել եմ հատուկ Հայաստանը ուսումնասիրելու, տեսնելու համար։ Էջմիածնի մասին լսել եմ, առաջին քրիստոնյա օջախն է, շատ գեղեցիկ է եւ տպավորիչ։ So I was interested. Սփյուռքում միակ մարմնացումը կապի հայրենիքի եւ հայ ժողովրդի դա եկեղեցին է։ Անգամ այն անհավատ մարդկանց համար, որոնք եկեղեցի չեն հաճախում։ Վաղ թե ուշ բոլորն էլ միտեղ են հանդիպում, միակ հայկական տեղերը ամբողջ Սփյուռքի օջախներում դա հայկական եկեղեցիներն են։ Ես այդ բոլոր հայկական եկեղեցիների եւ վարչական, եւ հոգեվոր, եւ պատմական, մշակութային կենտրոնը միշտ եղել է ու կա եւ մնում է Էջմիածինը։ Միակ տեղն է երևի, որտեղ մարդիկ հավաքվեն, միասնապար աղոթք բարձրացնեն առ Աստված եւ իմ համար այստեղ սրբավայր է։ Ես ամեն անգամ որ գալիս եմ, ինքս ավելի Աստծո մոտ եմ զգում, իմ ընտանիքս իրենց ուրախ են զգում։ Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց հայրապետական մաղթանք։ Վեհափար հայրապետը, եկեղեցականները, ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայրաթոր Սուրբ Էջմիածնի անսասանության եւ հավետ պայծառության համար։ Տեր մեր Փրկիչ Հիսուս Քրիստոս, որ աղոթյուն եւ միշտորդության բազմաչարչար վկային քո եւ հորն մեր Սրբույն Գրիգորի Լուսավորչին Հայրապետական մաղթանքի հնչյունների ներքո Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը օրհնություն բաշխեց կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Մայրաթորում հավաքված մարդկանց։